պետք է աշխատենք ու վերականգնենք Հայաստանի արդյունաբերական հզորությունը, նաև այս համայնքի համար։ Սա մեր առաջարկն է, հանգիստ, նորմալ փոխենք մեր երկիրը, կամ դատարկվելու է ժողովուրդ։ Սա բոլոր համայնքներում նույն օրինակն է լինելու։ 900 դպրոցներից Հայաստանի 200-ը փակվում է։ Գյուղեր կան, 200 դպրոց չի ունենալու, գնացել են արդեն։ Մենք եթե հիմա բան չփոխեցինք, գնալու են սա։ Երիտասարդ սերունդը, շատ երիտասարդներ եմ այստեղ տեսնում։ Գնալու է, Երևանա գնալու, Հայաստանից դուրս է գնալու, չի մնալու, եթե չկա աշխատատեղ։ Իսկ Հայաստանում ամենաշատ աշխատատեղ ստեղծել է Սամվել Կարապետյանը, հայկական ամենամեծ ընկերության ստեղծողը։ Մարդկանց չենք ուզում անուն դնենք, չենք ուզում ամբողջ օրը կռիվների մեջ լինենք իրանց պես ու մոռանանք ժողովրդին։ Մեր փոփոխությունները վերաբերվելու են անհատին, անհատի գրպանին, անհատի ընտանիքի բարեկեցությանը։ Մեծ աշխատանք կա անելու։ Իսկ ինչա լինելու այլընտրանքը մեր։ Ինչ վտանգի առաջ ենք մենք կանգնած, որի համար այսքան մարդիկ պայքարում են, մեկին տանում են, նույն օրը թողում են, մեկին ամբողջ օրը process-ի մեջ են, շատ մարդկանց աշխատանքի խնդիրներ են ստեղծում։ Ինչու են այդ մարդիկ կպել, ինչու ենք բոլորս այստեղ կպել այս պայքարին, որ պայքարենք։ Ասեմ ինչու։ Որովհետև մենք ունենք երկու այլընտրանք։ Մեկ, ստեղծում ենք աշխատատեղեր, հզորացնում ենք մեր երկիրը, լուրջ հարաբերություններ ենք ստեղծում կողքի երկրների հետ, երկրորդ ծնկում ենք ու լսում ենք իրանց։ Պարտված ղեկավարի աչքը վախացրել են իրանք։ Էլ ինքը չի կարողանում իրանց մերժի։ Ինքը հասկացել է, որ իր հետ չի կարողանում պայմանավորվի։ Եկել է ժողովրդին համոզում։ Նրան չի կարում համոզի։ Եկել մեզ համոզում, ասում է ոչինչ։ Հեսա կասի 1000 հոգի է։ Տեսեք 2 հոգու էլ կգտնի, կասի իրանք էլ ընկեր են եղել ժամանակին։ Հետո 5000 հոգի կգա, հետո 10000, 15000։ Տենց է Նախիջևանը դառը Նախիջևան։ 80-100 տարի առաջ Նախիջևանում բնակչության մեծ մասը հայ է եղել։ Սենց եկել են իբր ընկերություն են արել, բան են արել, վերջում մի օր զարթնել ենք, տեսել ենք մզկիթն է, մենք էլ փոքրամասնություն ենք։ Մեզ պետք չի իրանց հետ հակամարտություն։ Մեզ պետք է կանգնեցնել իրանց պահանջները, կառուցել ուժեղ երկիր, որ համայնքներում բնակչությունը աճի։ Եթե բոլորով էդի արեցինք, մի օր գալու ենք այստեղ, տեսնելու ենք շինանյութերի գործարանները այստեղ, ես հանելու եմ, եսի կարդամ ասեմ, հիշում եք ժողովուրդ ինչ օրեր էր։